Սպիտակ խալաթը, վիրահատական նշտարն ու ֆանենդասկոպը այս դահլիճում նրանց պետք չեն։ Հայաստանի լավագույն բժիշկներին համախմբել է համազգային խորհուրդը։ Լավագույն բժիշկներն իրենց աշխատասենյակների պատվո-պահակին ևս մեկ մրցանակ կավելացնեն։ Ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը հայտարարում ենք բացված։ Հուսո աստղ 27 անվանակարգերի հաղթողներին համազգային խորհուրդը մեկ տարվա ուսումնասիրություններից ու հարցումներից հետո ամփոփում է արդյունքներն ու թվարկում բժշկական ոլորտում տարվա լավագույնների անունները։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնը։ Ոչ միայն տարվա, այլև տարածաշրջանում լավագույն հիվանդանոցը Ստեփանակերտում է։ Դեռ 2 տարի առաջ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը անմխիթար վիճակում էր։ Բարերարների աջակցությամբ հիմնանորոգված հիվանդանոցն այժմ հավասարը չունի։ Կատարում է բոլոր ժամանակակից բժշկական ինչ-որ հետազոտությունները, միջամտությունները ժողովրդի համար մատչելի ձևով։ Մեզ մոտ տարվա մեջ 65 անգամ տարբեր առաջատար բժիշկների խմբեր այցելեցին։ Վերջին սերնդի սարքավորումներով հագեցած եվրոպական չափանիշներով նորոգված հիվանդանոցում աշխատում են բազմամյա փորձ ունեցող մասնագետներ։ Հիվանդանոցի տնօրենը շեշտում է, այսօր կենտրոնը մասնագետի կամ սարքավորումների պակաս չունի։ Մինչդեռ տարիներ առաջ բժշկական ամենասովորական միջամտության համար հիվանդները ստիպված էին Հայաստան հասնել։ Անընդհատ մեզ զանգ էին տալիս Ղարաբաղում, որ պետք է որ մեկին բերեն այստեղ Հայաստան, որպեսզի սիրտը վիրահատեն, ստենդավորվեն։ Չեք պատկերացնում դա ինչ պրոբլեմ ամեն անգամ։ Բերել այստեղ եւ դրամի հարց է, եւ այսպես ասած բերել տանել է հարցն է։ Գրող հրապարակախոսը սեփական աչքով տեսել է ու մաշկի վրա զգացել նախկին ու ներկա հիվանդանոցի ահռելի տարբերությունը։ Հենց դրա համար էլ որոշել է տարածաշրջանի լավագույն հիվանդանոցի մրցանակը անձամբ հանձնել։ Այդա Կարապետյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։